Կա գոնե մի խոստում, որ այս 7 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը տվել է ու չի ստել, կատարել է։ Այո, կա։ Նա ինչ խոստում թուրքերին տվել է, բոլորը կատարել է։ Ոչ, չկա ոչ մի գրամ, ոչ մի բառ, որ ինքը իր ասածից կատարել է։ Սկզբից անգամ այն, որ տրանսպորտի գները պետք է 300 դրամ սարքեն, անգամ նա իր խոստումները չի կարողանում իրականացնել եւ անգամ դա թեկուզ բավականին մեծ համար մաչելի գներ էր, բայց մեկ է նա իր խոստումի տերը չի ու երբեք իր խոստումի տերը չի եղել։ Ոչ մի խոստում էլ չի կատարել։ Սուտ ասան, վարչապետ ունենք, ինչ ասեմ։ Ինչքան սուտ կա աշխարհում, լսել ենք։ Շատ խոստումներ ա տվել, բայց ես չեմ հիշում որևիցե մի խոստում, որ կատարած լինի։ Իր տված խոստումներից հետո Հայաստանը մի այլ կարգի փոխվել է։ Մարդիկ համարյա թե իրար հարգանք պատիվ չի մնացել։ Իհարկե խոստումը ասելա ու չի կատարել, միակ այդ հարցը, որ ինքը բարձրաձայն ասեց, Արցախը դա Հայաստան է եւ վերջ, եւ չկատարեց իր խոստումը։ Խոստումներին հակառակ կատարեց, մինչև հիմա 7 տարի։ Դուք եթե լինեիք իմ տեղը ինչպես կպատասխանեիք։ Իհարկե ոչ։ Ոչ մի նորություն, ոչ մի լավ բան չենք տեսել բացարձակապես Նիկոլ Փաշինյանից։ Ինչ ա լինելու հետո անհայտ է։ Ոչ չի կատարել, նա ոչ մի, որտեվ սուտ եկող մարդը, նա սուտով եկավ, մեզ խաբեց։ Ես ինքս ոչ մեկին չեմ ընտրել, ոչ Ռոբերտ, ոչ Սերժիկին, հավատացի այս մարդուն եւ շատ հիասթափված ենք, որտեվ նա ամեն մի ասած խոսքը, նա ինչ որ խոստումներ է արել, սուտ է ասել։ Ոչ մի բան չի կատարվել։ Չէ, նման բան չկա։ Ինչ խոստացել է, մնացել է թղթի վրա, ուրիշ ոչ մի բան։ Ինչ է կատարել, ոչ մի բան չի կատարել ինքը։ Հələ ավելի վատ են, քան թե հիմա։ Այն ժամանակ ավելի լավ էինք ապրում, ինչ կար։ Ամեն ինչը լավ էր, էժան էր, հիմա Իրանից դուրս ջրերն է թանկացնում, եսի ինչեր անում։ Ասեմ հոգին առնի չի կարելի։ Ասվածտա վերանա ինքը, մենք էլ տեսնենք ոնց ենք շարունակելու իր փչացած գործերը։ Ոնց կարող եմ դժգոհ չլինեմ, եթե սա Հայաստանը ամբողջությամբ ուզում է թուրքամետ սարքի, թուրքացնի։ Այդ մարդուն ինչքան մի օր շուտ հեռանա մեր այս իշխանությունից, մեր հայազգը կփրկվի։ 7 տարվա ընթացքում ոչ մի բան չի տվել։ Աղջիկ ջան, ի՞նչն է ինքը ճիշտը կատարել։ Ոչ մի բան էլ ճիշտ չի կատարել։ Ինչ խոստացել է, չի կատարել։ Ոչ մի բանը։ Այսօր մարդիկ փողոցում նայի տես մուրացկանություն են բոլորը անում։ Եթե լավ ղեկավար լիներ, մարդիկ մուրացկանություն չէին անի։ Ափսոս մեր առաջվա ղեկավարները, նրանք պետքա լինեին, այո։ Քաղաքապետը ինչ է անում։ Ինչ է անում, մարդկանց տները քանդում է, անձամբ իմ հայրական տունը ինքը քանդել է տվել։ Ինչի համար, ինչ է արել, ինչ հրամաններ է տալի Իրանից դուրս։ Շատ բան կա ասելու, աղջիկ ջան, ափսոս, շատ ափսոս։ Մենք պետք է ազգովի ապաշխարենք, Աստված մեզ լավ հավատքով ղեկավար տա, ոնց որ Վարդան Մամիկոնյանն ա եղել, եւ հայրենասեր, եւ հավատքով, որ ժողովրդին հավախմբի, իրանց մասին չմտածեն անձնական, իրանց անձի մասին չմտածեն, ժողովրդի մասին ու այս պետության մասին մտածեն, որ Աստված ամես տվեց երկիրը, ամեն ազգին իրան սահմաններով հող ա տվել Տերը, Տեր Աստված, մենք պետք է պահպանենք, բայց իշխանության ձեռն ամեն ինչը, շատ վատ վիճակի մեջ ենք, այո, շատ վտանգավոր, Աստծո կամքով դուրս գանք, բոլորս, մեծից փոքր, զոհ չտանք։ Ստիլ Դիմիտրյանից հետո մնացածները ստել են, խաբել են, թալանել են։ Մենք էլ թողել ենք երկիրը իրաց պատճառով հեռացել են, գնացել ենք։ Այն ժամանակ ծաղկում էինք, ծաղկեցնում էինք մեր երկիրը։ Իրանց պատճառով երկիրը լքել ենք, ես դրսում եմ ապրում։ Փաշինյանի մասին նույնը իրանց շարունակությունն է։ Իրանք միասին մի բանդա են, նույն մարդիկ են, ոչ մի առավել բան չկա, նույն մարդիկ են։ Լևոն Տրպեզյանի մարդն է, Քոչարյանի Սերժի։ Ինչ խոսացել է, ոչ մի բան չի կատարել, ստել է։ Ոչ մի բան մի խոսքով դեպի դրական կողմը չի գնում։ Ես չեմ կարծում, որ իր տված խոստումներից որևիցե մի խոստում կատարած լինի։ Ասում էր գազը շատ թանկ է մեր երկրում,
Ինչի պետք է գազի գինը սենց լինի, ես կնստեմ, գազի գները կփոխվի, էդ էլ չարեց, ոչ մի բան մի խոսքով չի արել, ոչ մի խոստում ինքը չի կատարել։ Ու իր թիմակիցները այսօր մի այլ կարգի աճում են Երևան քաղաքում ու հանրապետությունում կամ սենց մի բան էլի, ինչ է նշանակում քաղաքի կենտրոնի ապրողը տունը որ ծախի, արդեն դա նշանակում է, որ ինքը միլիոներ է։ Ուրեմն մենք այդ տան փողերը պետք է տունը վաճառենք ու ապրենք այս երկրում, հա։ Էդ էր իր տված խոստումների մի բանը, որ կատարեց ինքը։ Ես կուզենայի, որ հները, նախկինները գային, ապրեինք արժանապատիվ ձևով, քանց թե մենք սենց մեր արժանապատվությունն էլ է հայ ազգը կորցրել։